Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը Ուրարտուի դեմ կայացած խաղից հետո մարզիչը սկզբում կխոսի խաղի մասին, այնուհետև կլինեն լրագրողների հարցեր։ Coach, first about the match after all the session. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին։ Congratulations to my players for the performance today. Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստերին ցույց տված խաղի համար։ Unfortunately, we didn't took 3 points. Ցավոք սրտի մենք 3 միավոր չնվաճեցինք։ But besides first 10-15 minutes where I was not satisfied with our play, we were far away from players, out of duels. Բացի այն պահից, որ առաջինից մինչև 15-րդ րոպեն, առաջին 15 րոպեները ես այդքան էլ գոհ չէի իմ խաղացողներից, մեկը մեկի դեմ իրավիճակներում, մենապայքարներում։ In these first 10-15 minutes, we were lacking of energy. Մենք նշված 10-15 րոպեների ընթացքում էներգիայի խնդիր ունեինք։ But after that, I think that we take control over the match. Դրանից հետո իմ կարծիքով մենք վերցրեցինք խաղը մեր ձեռքը։ We create more than enough chances to score a goal. Մենք ստեղծում էինք ավելի քան որքան որ պետք էր գոլ խփելու համար այդպես իրավիճակներ։ Unfortunately, we didn't score. Ցավոք սրտի մենք չխփեցինք գոլ։ Often in these kind of situations, you receive a goal after one counter attack or some set piece or something like this. Սովորաբար այս իրավիճակներում հաճախ դու նաև գոլ ես բաց թողում հակագրողների ժամանակ կամ տուգանայինի ժամանակ։ But we were very stable and we control absolutely everything. One more time, I'm not happy because we didn't win the match, but with performance I'm happy, and especially we play only 3 days after a European match. It's not easy rhythm, and I think that our players show today what quality they have. Բայց մենք ստաբիլ էինք եւ ընդամենը 3 օր հետո եվրոպական խաղից մենք խաղացինք։ Հեշտ չէ կրկին նշեմ, որ ես ուրախ չեմ, որ մենք 3 միավոր չնվաճեցինք, բայց կարծում եմ, որ տղաները ցույց տվեցին իրենց որակը։ Հարցեր։ Ռոբերտ։ Secretly, my question is about corner kicks. There were at least 4 corner kicks that was wasted, let's say, because the players tried to set ball to the far post, but that was unsuccessful. So, what was the idea? Հարցի հետևյալներ միստր Պերկովիչ նոան 4 անկյունայիններ հարց անկյունայինների մասներ 4 անկյունային, որը ըստ լրագրողի կարծես ապարդյուն էր, քանի որ ֆուտբոլիստները փորձում էին ուղղել հեռավոր դարպասաձողին, բայց միտքը չէր ստացվում։ Ինչն էր իրականում միտքը, որը որ չէր ստացվում ֆուտբոլիստներին։ I asked my players same question. Ես նույն հարցը տվել եմ իմ ֆուտբոլիստերին։ But sometimes these things happen. It's technical mistake. Ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ երբեմն նման սխալներ լինում են, սա տեխնիկական սխալ է։ It's sometimes players have some kind of ideas. It doesn't go well. Հաճախ ֆուտբոլիստները իրենք ունեն ինչ-որ միտք իրագործելու եւ դա լավ չի ստացվում։ But this is part of the sport. Բայց սա սպորտի մի մաս է։ Cannot everything be perfect. Հնարավոր չէ միշտ իդեալական լինել։ Taking into consideration that Chantarevich was successful on the penalty, can we say that Noah mostly gained 1 point rather than those 2? Հարցը հետևյալն էր, որ Չանչարևիչի մոտ ստացվեց 11 մետրանոցը հետ մղել, որը որ հնարավորություն տվեց, կարելի ասել, գոնե մեկ միավոր ունենալու, այս հաշվի առնելով արդեն որ խաղը ավարտվել է ոչ ոքի, վերջի մասը կարելի է նշել, որ կորցնելու փոխարեն 2 միավոր, 1 միավորով ենք վերադառնում։ Not at all. Ոչ այդքան։ Of course, Ogi was very good today and he saved penalty, but when penalty was, I think this was around 40th minute. We would still have 50 minutes of playing time. Այո, Օգնյանը շատ հաջողակ էր, լավ խաղ ցուցադրեց այսօր, բայց դա ընդամենը մեկ դրվագ էր, մենք դեռևս ունեինք դրանից հետո մոտավորապես 50 րոպե խաղալու։ And in my opinion, we lose 2 points today and we didn't win one. Իմ կարծիքով մենք 2 միավոր կորցրինք, ոչ թե 1 միավոր նվաճեցինք։ Reaction
հարցս հետևյալն է, որ դիրքում է խաղում իրականում Մավելյանը, արդյոք ենթահարձակվողի դիրքում, եւ չեք կարծում, որ դիրքում հնարավոր է այլ խաղացողի փորձարկել։ Սկզբում էլի։ Number 9. In which position today was played Gor Mavelian? Can we say that he played like number 8, number 9, 10, number 9? Or Yegor Masin Shvetsik? Which was penalty. Yes, and are you satisfied with Gor's performance today? He played left number 8. Defensively, we have some specific instructions for him. Պաշտպանությունում մենք ունենք նրա համար հատուկ այսպես ասած առաջադրանք։ That is why maybe seen sometimes he's playing like second striker. Եվ դրա պատճառով էր որ տպավորություն կան, որ նա երկրորդ էր խաղում այդ դեպքում։ Yes, I'm very happy with his performance. I think he played very well. He has few good situations to score a goal. Այո, ես գոհ եմ նրա ցուցված խաղից, նա շատ լավ ցուցադրեց եւ կարծում եմ մի քանի դրվագում կարող էր գոլ խփել։ One time he was very close. Unfortunately, he did not, but I'm happy with him. Մեկ անգամ նա իսկապես շատ մոտ էր գոլ խփելուն, ցավոք սրտի նրա մոտ չստացեց, բայց մեկ անգամ եւս մարդ չնշեց, որ նա գոլ է գոլ։ Հետեքին մասին ինչ կասեք, նա կենտրոնական պաշտպանի դիրքում հայտնվել է, ստացեր հրահանգով էր, թե խաղի ընթացքներ այդպես թելադրում։ What you can say about Eteki? Eteki played as a center back. It was your plan, or it game goes like this, that he played like center defender? In my opinion, he didn't play central defender. He played central defensive midfielder. Իմ կարծիքով նա կենտրոնական պաշտպանի դիրքում չէր խաղում, այլ կենտրոնական կիսապաշտպանությունում էր խաղում ավելի շատ։ We have one, how should I say, one pattern in our offensive organization when he dropped and we create then with 3 at the back. Մենք ունենք այսպես ասած դրված սխեմա, որ երբ որ գնդակը գալիս է 3 հոգով են հետ գալիս պաշտպանվելու։ But he was number 6. Բայց նա համարվեց։ I have something to say. Լրացում ունի մարդիչը։ I'm not too long here in Armenia. I'm only 3.5 months. Ես երկար ժամանակ չէ որ Հայաստանում եմ, ընդամենը 3.5 ամիս։ Armenian football is good. Հայկական ֆուտբոլը լավն է։ Players are good, clubs are good. Խաղացողներն են լավ, ակումբներն են լավ։ And I really hope, not because us, not because me, not because I really hope because of Armenian football. Եվ ես իսկապես հույս ունեմ, ոչ ինձ համար, ոչ մեր ակումբի համար, այլ ես իսկապես հուսով եմ հայկական ֆուտբոլի համար։ That also some other things which are part of the football match will be on the level that Armenian football. Որ այլ գործոններ, որոնք առնչվում են ֆուտբոլի հետ, կլինեն այն մակարդակում, որը որ արժանի է հայկական ֆուտբոլը։ It will help a lot and to Armenian league and to Armenian national team and to Armenian football, and then we can expect also that for the match like today there will be much more people. Եվ դա կօգնի Հայաստանի երկին առաջնությանը, դա կօգնի հավաքականին Հայաստանի, դա կօգնի առաջնությանը եւ կօգնի որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնենք մարզադաշտում, ավելի շատ քան այսօր։